Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ ու գիտնական։ Նա ազնիվ ու իր արմատներին կարճած եղավ ստեղծագործական բոլոր ոլորտներում։ Տեսավ ցեղասպանություն, սով, զրկանքներ, բայց միշտ հոգով մնաց ու աշխատեց իր ուժերից էլ ավելի, որ մեզ նվիրի փառահեղ հայդուկների հերոսապատումը, անգլիացի մեծ դրամատուրգի Շեքսպիրի ստեղծագործությունների անկրկնելի թարգմանությունները եւ շատ այլ ստեղծագործություններ։ Եվ այս ամենին հասած մարդն ապրում էր հուշիկ, իր ներկայությունը կարծես զգացնել չտալով, բայց արդեն կենթանության օրոք շրջապատը գիտակցում էր նրա մեծությունը։ Իսկ նրա կարճատև կյանքից հետո սերունդները հիշում եւ արժանի են գնահատում հայ գրականության այս յուրահատուկ երախտավորին։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ Խաչիկ Դաշտենցը իր ուրույն և մնայուն տեղն ունի 20-րդ դարի հայ գրականության պատմության մեջ։ Ընթացքում, մինչև Ռանսպալների կանչը վիպասկը այդքան չէր զգացվում։ Բայց ահա եկավ Ռանսպալների կանչը, կինոյի նշանավոր երկը, կինոկործություն ասենք, և դա լույս սփռեց նաև նրա նախորդ հաստատի վրա, կյանքի հաստատում։ Խաչիկ Դաշտենցը եղավ տարեգիրը մեր պատմության թերևս ամենադուցազնական, ամենահերոսական սերունդի, այն սերունդի, որը որպես առաջապահ ունեցավ մեր առաջին հայդուկը, հայդուկին Արաբոյին, նրան հաջորդած մյուս կրակեշապի քաղաքացիներին Աղբյուր Սերոբ, Գևորգ Չաուշ, Ռահիմ Դժոխք, Մախմուտը, որի բերանով եւ շարադրում է իր գլխավոր գործը, Ռանսպալների կանչը, Ախոն, Չոլոն, Սպաղանած Մակարը, էլի տասնյակ ու տասնյակ դյուցազունների եւ իհարկե այս բոլորի մարմնացումը, այս բոլորի ընդհանրացումը մեր բոլոր ժամանակների մեծագույն զորավարը, զորավար Անդրանիկը։ Եվ քանի որ այս սերունդը ողբերգական սերունդ էր նաեւ եւ այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ մի քանի տասնյակ դյուցազուններ ոտքի ելան խիստ անհավասար մարտի, ազատամարտի մի կողմից, այս անհապներն էին ռոմանտիկ անհապները, մյուս կողմից հսկայական օսմանյան կայսրություններ Բալկաններից մինչև արաբական անծայրածիր աշխարհը եւ այդ շարժումը ավարտվեց կրկնային ողբերգությամբ, ավարտվեց ցեղասպանությամբ, ավարտվեց հայրենիքի կորստով ու բնականաբար ըստ այդմ էլ Դաշտենցի գրականությունը թաթախված է թախիծով, կսկիծով, մորմոքով։ Խաչիկ Տոնոյանը ծնվել է 1910 թվականին Սասնա Դաշտադեմ գյուղում։ Դեռ շատ փոքր տարիքից նա զրկվում է մայրական գուրգորանքից եւ նրա մասին հոգ է տանում հայրը, Հովիվ Տոնոն։ Խաչիկն իր օրերն անց էր կացնում հոր հետ Սասնա սարերում ու անտառներում։ Նա կլանում էր ժողովրդական բանահյուսությունը, պատմություններն ու հեքիաթները։ Ապրում էր այդ հրաշագեղ բնության օրենքներով ու կոփվում դրանցով։ Մանկան խնամքը ընկավ Տոնոյի վրա, հոր վրա, ով ամբողջ տարին անցկացնում էր սարերում, ահա Տոնոն մանկանը տարավ սարերը, սովորեցրեց լեռնականի կյանքին, մեծացրեց Խաչիկին որպես հայրենի բնաշխարհի մի մասնիկը, այնտեղ շատ ու շատ ուշագրավ դրվագներ կան իր կենսագրության մեջ, թե ինչպես հայրը սովորեցնում էր կաքավի, նապաստակի ետևից վազքով ամրացնել ոտքերը, սովորեցնում էր տարբերակել վայրի արմտիքը, սունկերը, սնվել բնության բարիքներով, բարձրաձայն կանչերով կոփել թոքերը, գիշերներով շրջել լեռներում, որպեսզի դառնա համարձակ ու սրտոտ։ Ինչևէ, այս ամենը ցավոք շատ կարճ տևեց, ընդամենը մինչև Խաչիկի 5 տարեկանը, վրա հասավ, որովհետև 1915 թվականը այդ նախճիրը ամբողջ արևմտահայոց ընդգրկեց նաև Սասունը, Մշոտ դաշտը, բոլոր մյուս շենները արևմտահայ եւ
այն բեկորները արևմտահայության, որ մազապուրծ եղան Եղեռնից, բռնեցին գաղթի ճամփան։ Նրանց մեջ էր նաև Հովիվ Տոնոն, հնգամյա որդին Շալակին։ Ցեղասպանության օրերին, ինչպես բոլոր արևմտահայերը, դաշտադեմցի Հովիվ Տոնոն ուսին առնելով հնգամյա որդուն Խաչիկին, ստիպված է լինում թողնել իրենց շենը, այդպես էլ լավ չհասկանալով, թե ինչու։ Նա չի կարողանում դիմանալ կրած տառապանքներին, սովին, հալածանքներին, վախճանվում է Մուշ քաղաքում, եւ Խաչիկին արևելյան Հայաստան է հասցնում հորեղբայրը։ Ապագա գրողը ամբողջ կյանքում հիշում է իր հոր կերպարը, նկարագրում իր ստեղծագործություններում ու կյանքի ամենադժվար պահերին նրանից օգնություն է խնդրում։ Իսկ օգնության կարիք նա ունենում էր, որովհետև հայրենիքի արևելյան մասում էլ նրան շատ փորձություններ էին սպասում։ Խաչիկն իր մանկության 10 տարին, 16-ից 26 թվականներին, տեղափոխվել է քաղաքից քաղաք, ապրելով տարբեր որբանոցներում՝ Թիֆլիսի, Ստեփանավանի, Կարսի եւ վերջապես 21 թվականից Ալեքսանդրոպոլի։ Հենց ներկայիս Գյումրիի պոլիգոնի մանկատանն էլ պատանին ստանում է միջնակարգ կրթություն։ Չնայած տարբեր մանկատներում անցկացրած թշվառ օրերին, Խաչիկն արդեն տարվել էր ընթերցանության լույսով ու իր առաջին բանաստեղծական փորձերն արել։ Այդ նույն ժամանակ Եղիշե Չարենց վառ անունը հնչում էր ամենուրեք։ Նրա պոեզիայով անհունորեն հիացած էր նաև Խաչիկը, եւ ահա մի օր մանկատուն է գալիս հենց ինքը, Չարենցը։ Խաչիկը մոտենում է մեծ բանաստեղծին ու նրան տալիս իր բանաստեղծությունների տետրը։ Այդ օրվանից շատ հետաքրքիր բարեկամություն է սկսվում հանճարեղ գրողի ու երիտասարդ դաշտենցի միջև։ Վերջինս դառնում է Չարենցի ստեղծած Նոյեմբեր միության անդամներից մեկը։ Այսպես հիմք է դրվում ամոթխած պատանու եւ մեր մեծանուն պոետի ջերմ բարեկամության։ Իմիջայլոց Չարենցը շատ էր սիրում Խաչիկ Դաշտենցին եւ ամենից շատ վստահում էր, կարելի ասել, հենց նրան, ու Դաշտենցը իր ամբողջ կյանքում եղավ Չարենցի արժանավոր հետևորդը, արժանավոր սանը։ Մնացել են Դաշտենցի ուշերը, այլոց ուշերը, թե ինչ խնամքով է գուրգուրել այս երիտասարդին, ինչ խնամքով է գուրգուրել Դաշտենցին, արագ խմբագրել է գիրքը, մակագրություններ է արել նկարչին, որ լավ ձևավորեն, լավ թղթի վրա տպագրեն, տեր կանոնեն, որ երիտասարդ գրողը մտնի գրականություն։ Այս սա է հոգատար վերաբերմունքը։ Խաչիկը դպրոցն ավարտելուց հետո շրջակա գյուղերում աշխատում է իբրև ուսուցիչ, մասնակցելով անգլագիտությունը վերացնելու խորհրդային ծրագրին։ Այդ տարիներին նա տպագրում է իր առաջին բանաստեղծությունը Դաշտենց ստորագրությամբ։ Նա որոշել էր գրական ծածկանունը նմանեցնել Չարենց անվանը, իսկ գրող Սողոմոն Տարոնցին էլ խորհուրդ է տալիս հիշատակել ծննդավայր Դաշտադեմ գյուղը։ Եվ այդ երկու մղումների միասնությունից ծնվում է Դաշտենց ազգանունը։ Ասում են, մեկ այլ հրաշալի գրող, Վահան Թոթովենցը կատակում էր Չարենց, Թոթովենց, Դաշտենց։ Աշխատասեր եւ ուսումնատենչ Դաշտենցը բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ընդունվում է Երևանի պետական համալսարան, ուսանելով պատմաբանասիրական ֆակուլտետում։ Այստեղ նա աշակերտում է ականավոր հայագետներ Մանուկ Աբեղյանին, Լեոին, Հրաչյա Աճարյանին։ Դաշտենցը լուրջ հաջողություններ է ունենում նաև ստեղծագործական աշխատանքներում։ 1936 թվականին նա արդեն գրողների միության անդամ էր եւ հրատարակել էր 3 բանաստեղծական ժողովածու՝ երգերի գիրք, գարնանային երգեր, բոց վերնագրերով։ Դրանք արժանացել են գրական միջավայրի լուրջ ուշադրությանը։ 36 թվականին արդեն բանաստեղծությունների 3 ժողովածուի հեղինակ էր, 26 տարեկանում Խաչիկ Դաշտենցը, երգերի գիրք, Հայնրիխ Հայնեի այդ գրքի նմանությամբ երգերի գիրք էր կոչվել մի ժողովածուն, մյուսը գարնանային երգեր եւ երրորդը բոց, որը լույս տեսավ 36 թվականին Մոսկվայի հայկական տպարանում, ու ինչն է հետաքրքիր, 30-ական թվականներ, մենք գիտենք ինչ տարիներ էին դրանք, ինչի մասին էին գրում մեր բանաստեղծները, արձակագիրները, ընդհանրապես արվեստագետները,
գործարան, ռելս, շչակ, բանվորի մկաններ եւ այլ բաներ, որոնք մնացին հենց այդ թվականներում, բայց արի ուտես, որ Խաչիկ Դաշտենցը կարծես այդ միջավայրից չլիներ, այդ աշխարհից չլիներ, նրան բացարձակապես չէր հետաքրքրում այդ կարգի մեկ օրվա կյանք կամ մեկ տարվա կյանք ունեցող մոտիվները, նա ավելի շատ հակվում էր դեպի դասական ներշնչանքները, դեպի Թումանյան, Իսահակյան, Չարենց, նորերից Գուրգեն Մահարի, նաև լեզվի իմացությունը ամերիկյան մանկատանը բնականաբար ամերիկացի դաստիարակները շատ էին եւ նա հմտացավ վարժվեց անգլերենի մեջ եւ հնարավորության սահմաններում կարդում էր Շեքսպիր, Բայրոն, անգլիալեզու շատ ու շատ այլ հեղինակների, ահա այդպիսի մոտիվներով էր նա անում իր առաջին քայլերը։ Հետաքրքրական են Չարենցի առ այսօր պահպանված երկու գրությունը, մեկն ուղված հայ-պետրատի այն ժամանակվա տնօրենին, մյուսը ձևավորող նկարչին, որտեղ Չարենցը հորդորում է շնորհալի բանաստեղծի գրքի համար որակյալ ձևավորում եւ տպագրություն պատրաստել։ Սակայն կարճ ժամանակ անց ստալինյան բռնությունների զոհ դարձած Չարենցն այլևս չէր կարողանալու հոգ տանել իր կրտսեր բարեկամի մասին։ Նրա մահից հետո Դաշտենցը բանաստեղծություն է գրում, իր հոգևոր ուսուցչին հղում մեծարանքի խոսքեր։ Անմոռանալի ուսուցիչ, դու զարմանալի կյանքով ապրեցիր այս մոլորակի վրա եւ զարմանալի մահով գնացիր։ Ես քո մասին կգրեմ հետո, եթե ողջ մնամ, երբ ժամանակը նստված կտա եւ հնարավոր կլինի ավելին ասել քո մասին։ Հավատում, որ կգա քո մեծ հարության օրն արդար, եւ դու նորից հաղթանակով կհառնես եւ ոսոխդ կընկնի վար։ Կարելի է ասել, որ միայն պատահականության շնորհիվ Դաշտենցը չի հայտնվել խորհրդային իշխանություններին անցանկալի անձանց ցուցակում։ Պատճառներից մեկն էլ հավանաբար Իսահակյանի օժանդակությունն ու պաշտպանությունն է եղել։ Պատահական չէ, որ ինքն էլ հայտնվեց այդ հալածանքների, ծանր մահացու մեղադրանքների հորձանուտում, հենց թեկուզ այդ բոց ժողովածուի առաջին արձագանքը 37 թվականի գրական թերթի սեպտեմբերյան մի համարում այսպիսի խորագիր ունի նացիոնալիստ տականքների հոգեվորթին։ Չեմ ասի ով է հեղինակը, բայց սա լուրջ մեղադրանք էր, որը այսպիսի մեղադրանքով շատ-շատերը աքսորվեցին կամ մահապատժի դատապարտվեցին, իսկ ըստ հոդվածագրի նացիոնալիստ տականքները բնականաբար Չարենցն էր, Բակունցը եւ մյուս ուսուցիչները Խաչիկ Դաշտենցի հեղինակին կատաղության էր հասցրել այդ ժողովածուում տեղ գտած պոեմներից մեկը, որ կոչվում էր Ասեղապոեմ, այստեղ զվարթ ծաղրի է ենթարկում Խաչիկ Դաշտենցը այդ կոմսոնապարծների ավելորդ շտապողականությունը, անհիմն ոգևորությունը, երբ որ երկիրը տարրական ապրանքների, կենցաղային ամենատարրական առարկաների, պարագաների կարիք ուներ եւ փոխանակ հոգար դա, սկսել էին կոմունիզմի մասին ինչ-որ հեքիաթներ պատմել, տրակտորների դղրդոցով քիչ էր մնում արդեն կոմունիզմի մատույցները հասնեին եւ այլ, եւ ահա այդ գյուղի ակտիվիստը, թե շրջանի կազմակերպության ղեկավարը այդ քարոզի ջերմեռանդության ընթացքում պատահում է այնպես, որ սրա շալվարը ծակվում է եւ ահա ամբողջ գյուղում, հետագայում ամբողջ շրջանում մի ասեղ չի ճարվում, որպեսզի այդ կուսակցական ակտիվիստի շալվարը կարեն եւ այստեղից էլ զավեշտը, որ չունեք մի կոճակ, մի ասեղ, մի տարրական մի բան ու դուք սկսել եք կոմունիզմ կառուցել։ Դե բնականաբար այսպիսի բաները չէին ներվի եւ մեծագույն բարեբախտությունը թե Դաշտենցի համար, թե մեզ համար, որ 34 թվականին նա մեկնեց Մոսկվա սովորելու օտարալեզուների ինստիտուտի անգլիական բաժնում մինչեւ 40 թվականը եւ մոռացան Հայաստանում նրան եւ այդպիսով նա դուրս մնաց այդ մահաբեր հողմապտույտից։ Դաշտենցի կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկը Մոսկվա մեկնելն ու օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժնում սովորելն էր։ Այդուհետ նա մինչև կյանքի վերջը զբաղվում է թարգմանչական աշխատանքով։ Բավական է նշել, որ հայ շեքսպիրականը լրացել է նրա 19 պիեսի բարձրարվեստ թարգմանությամբ։ 1940 թվականին
Ավարտելով ուսումը Դաշտենցը վերադառնում է Հայաստան եւ ամբողջ կյանքը նվիրելով գրական աշխատանքին հեղինակում է բազմաթիվ հիանալի երգեր, կատարում մեծածավալ թարգմանական աշխատանք։ Սկզբում նա աշխատում է Թալինի Իրինդ գյուղում, դասախոսում Երևանի տարբեր բուհերում եւ նաեւ գիտական աշխատանքի անցնում Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում։ Զբաղվեց Բայրոնով, գրեց Բայրոնը եւ հայերը գիրքը, ամբողջական մի ուսումնասիրություն, ինչ եւ դարձավ նրա տեխնացուական ատենախոսության նյութը։ Պաշտպանեց տեխնացուականը, դասավանդում էր, թարգմանում էր։ Դաշտենցը գրական կյանքին այդպես եռանդում մասնակցություն չուներ, ասենք հոդվածներով, հրապարակումներով, ելույթներով, այսպես ամենօրյա գրական մարդ չէր։ Հանգիստ, գլուխը կախ, իր թարգմանություններն էր անում, իր ապագա ռանչպարների կանչը գիրքներ հասունացնում։ 50 թվականին լույս տեսավ նրա Խոդեդան վեպը։ Դաշտենցին առաջնակարգ գրողի համբավ եւ լայն ճանաչում բերում է արևմտահայության ողբերգությունը եւ սասունցիների նորոգ կյանքն արտացոլող Խոդեդան վեպը, որը լի է պատմական հիշատակներով ու ազգագրությամբ։ Դաշտենցը անհագ սիրով նկարագրում է իր հայրենի Սասունի բնաշխարհը, խրոխտ լեռները, վեհ անտառներն ու դրանց ներդաշնակ Սասունցում։ Այս հերոսապատումի նմանվող վեպը Հովիվ Ասաթուրի եւ նրա բախտակիցների մասին է, ովքեր եղեռնի տարիներին թողնելով իրենց հնամյա բնորանը, հաստատվում են Արագածի լանջերին։ Նրանք շարունակում են ապրել ու ստեղծել, միշտ կորստի ցավը սրտում։ Ախ երկիր, շաքար էր, շամբերան մնաց։ Ասաթուրի կերպարը ըստ էության դարձավ հետագայում ստեղծված Ձորի Միրոյի ու Նահապետի նախատիպը։ Խոդեդանը լավ ընդունվեց, դրական տպավորություն թողեց, բավականին նյութ կար Խոդեդանի մեջ, ինչը հետագայում նա ավելի բացեց արդեն ռանչպարների մեջ, որովհետև Խոդեդանի գրության թվականը մի քիչ այն չէր, դեռ ստալինյան տարիներն են մի մոռացեք։ Կերպարներ կան, ստեղծեց միջավայր, հերոսներ, այսպես նյութը ամբողջական կար, բայց նրա ուշքի միտքը այնտեղ էր, որտեղ պետք է ուրեմն ստեղծվեր, ձևավորվեր ռանչպարների կանչը վիպասքը, բառը լավ գտել է, ոչ թե վեպ, ոչ թե չգիտեմ ինչ, այլ վիպասք, ասք կա մեջը, մի բան, որ ոգում ես, ասում ես անընդհատ վիպասք։ Խաչիկ Դաշտենցի կյանքի գլխավոր գիրքը նրա մյուս վեպն էր, Ռանչպարների կանչը։ Գրողը չտեսավ դրա տպագրությունը, չվայելեց նաև ընթերցողների իսկապես մեծ սերը իր ստեղծագործության նկատմամբ։ Ռանչպարների կանչ բացառիկ վեպը հիացումով կարդացել եւ կարդում է արդեն մի քանի սերունդ։ Այդ վեպով առաջին անգամ Դաշտենցն անդրադարձել է դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ ազգային ազատագրական շարժման հերոսների փառահեղ սերունդին, հայ ֆիդայիններին։ Դաշտենցի դուստրը, Անահիտ Դաշտենցը, պատմում է, որ հոր սրտում միշտ վախ կար, որ գիրքը թույլ չեն տա հրատարակել, եւ երևի դա էր պատճառը, որ նա անverջ վերամշակել, ձգձգել է գրքի հանձնումը։ Նա շատ ծանր է տարել այդ ամենը եւ կսկիցով գրել այդ մասին իր հուշերում։ Գիրքը լույս տեսավ 79 թվականին։ Դժվարություններ կան գիրքը լույս տեսնելու, սկսած վերնագրից, վերնագիրը փոխելուց, այնտեղ հարցեր կան կրճատելու, չկրճատելու, փոխելու, չփոխելու։ Այս գրքի հրատարակության կողքին, Խաչիկ Դաշտենցի կողքին այն տարիներին կանգնած էր մեր լավագույն քննադատներից մեկը Սուրեն Աղաբաբյանը։ Սուրեն Աղաբաբյանը արդարամիտ ուղամիտ քննադատ էր եւ կանգնած էր այս գրքի կողքին։ Ինձ հիացնում է այս կապը, որովհետեւ այսօր էլ գրքեր կան, որ պահանջ ունեն, որ մեկը կանգնի այդ գրքի կողքին, որ այդ գրքերը նորից չարքելափակեն եւ չտնեն խորխորատներում ու փակեն։ Սա արդեն իսկապես դուցած ներգություն է, էպիկական մեծ շնչով գրված եւ խիստ անսովոր ոճով շարադրված մի պատմություն, որը լույս տեսավ 79 թվականին, 1900 Դաշտենցի մահվանից 5 տարի անց։ Իհարկե դեռ նա մշակելու շատ անելիքներ ուներ այդ վիպասքի վրա, բայց չհասցրեց, այնուամենայնիվ այն ինչը որ մենք ունեցանք, դա մի մեծ հորիզոն բացեց մեր խորհրդահայ նոր գրականության համար, որովհետև առաջին անգամ մեզ վերադարձրեց այդ վիպասքով մեր այդ հայդուկներին, առասպելական սերնդի այդ ներկայացուցիչներին։
Դաշտենցը կարծես թեթև գրչով նորից կյանք է տվել բրաբիոն ծաղիկ որոնողների սերնդին, Արաբոյին, Անդրանիկին, Մախլուտոյին, Չաուշին և շատ ուրիշների։ Նրանց, ում Հակոբ Օշականը համարում էր ոչխարի պես մորթվելու ամոթից չխելագարվելու միակ պատճառ ու արդարացում։ Դաշտենցը պատմում է պարզ, ինչպես ասացող, բայց նրա վեպը էպոսի տպավորություն է թողնում, որովհետև այդ հերոսների կյանքն ինքնին հեքիաթ էր ու առասպել։ Այսպիսի սերունդ եղավ։ Այսպիսի սերունդ դժվար թե կրկնվի, նախաբանում գրում է Դաշտենցը և որոշ չափով սխալվում, որովհետև նրա գրականության այդ հերոսները ներշնչողն ու ոգևորողը եղան մեկ այլ հերոսական սերնդի, որն իր կռիվը, Ղարաբաղյան պատերազմը, կարողացավ հաղթանակով ավարտել։ Ռանչպարների կանչ վեպն սկսվում է Մշո հայկական մի դպրոցից Պատանի Մամիկոնի փախուստով։ Ռանչպարների կանչին ընդառաջ Մամիկոն Մախլուտոն էլ թողնում է ուսումը և բարձրանում սարերը, միանալով կրակե շապիկ հագածներին, որպեսզի նրանց հետ հայրենիքը պաշտպանի։ Իսկ հայդուկներն ունեն իրենց կանոնները, իրենց ծեսերը։ Նրանք ոչ թե մոլի վրեժ խնդիրներ են, այլ ասպետականությամբ օժտված նվիրյալներ։ Նրանք մերթ խիստ ու կտրուկ են հայրենիքին, գործին ու պատվին վերաբերող հարցերում, մերթ էլ նրանց հատուկ են փխրությունն ու մարդկային թուլությունները։ Այնտեղ գլխավոր հերոս չկա, ինչպես ասացի, որքան էլ որ ջերմությունը դեպի Անդրանիկն է, այնտեղ ամբողջ սերունդ է ներկայացնում որպես գլխավոր հերոս, ճիշտ է, իրականում այդ հայդուկները, որոնք բոլորն էլ իրական կերպարներ են, ամեն մեկը ուներ բնավորության իր գիծը, տարբերակիչ գիծը, այլ կտավի մի ստեղծագործության մեջ կարող է բավականին հետաքրքիր մի գործ ստացվեր այդ բնավորությունների բազմազանությունը, բայց Խաչիկ Դաշտենցի մոտ դրանք, այսպես ասեմ, համահարթեցված են։ Այդ բոլոր ֆիդայինները կլինեն Մախլուտոն, Ախոն, Չոլոն, Սերոփը, Գևորգը եւ այլը, դրանք ուժեղ կամ թույլ վրձնահարվածներ են, որոնցով ստեղծվում է ամբողջ այդ ազատագրական պայքարի մեր հերոսների հայ ֆիդայու համահավաք կերպարը։ Դաշտենցի մասին իր հոդվածում Մուշեղ Գալշոյանը նրա ստեղծագործության ամբողջական բնութագիրն է տալիս։ Դաշտենցի վեպերը Դավթի ջրաղացպան Քեռի Թամոյի հեքիաթներն են։ Խոդեդանի ու Ռանչպարների կանչի վերնագրված հատվածները իրոք հեքիաթների շարուկ են։ Մեզնից հեռացած այս նույն լեռների, այդ լեռներից հեռացած ու արդեն աշխարհից հեռացած նույն մարդկանց մասին նույն ու մեկ ասքն է հասցեագրել Խաչիկ Դաշտենցը։ Առասպելը հայտնվում է որպես իրականություն, իրականությունը դառնում է առասպել։ Դժվար է նաև զատել սահմանները, որտեղ ավարտվեց առասպելը եւ սկսվեց առասպելական կյանքը, որտեղ ընդհատվեց հեքիաթը եւ սկսվեց հեքիաթային կյանքը։ Դաշտենցը հարց է տալիս. որքան ժամանակ է անցել։ Ահա 20-րդ դարի մուտքն է, բայց Դավթից մինչև Արաբոն Ծիածանի կամարի տակ լեռների ու նրանց մարդկանց ճակատագրում ինչն է փոխվել։ Կայծակնահար նույն լեռների ու նրանց մարդ ճակատագրում ինչն է փոխվել։ Կայծակնահար նույն լեռներն են, չարքերով լցված նույն վիհերը, իր մենակությանը խաչված նույն ժողովուրդը եւ ըմբոշ ճակատով նույն միայնակ զինվորը, անունը Դավիթ թե Արաբո։ Գրքի ընդհանուր տպականակը հայերեն հրատարակությունները, ռուսերեն թարգմանությունը շուրջ 200,000 է անում։ Ես առիթ ունեցել եմ հաշվելու հետ, շուրջ 200,000 է անում, այսինքն գրեթե ամեն հայ ընտանիք ունեցավ այդ գիրքը, ռուսախոս ընտանիքներ կային եւ այլն, դրսում ապրող հայեր կային, ունեցան այդ գիրքը, եւ այս գիրքը դարձավ նրանց համար ազգային ոգին սնելու, ազգային դրոշը խորքում բարձր պահելու նախապայման։ Եվ տեսեք, 79-88 հեռավորությունը շատ չէ։ Ահա նաև այս եւ համանման գրքերը հասունացրեցին 88 թվի ազատագրական շարժումը։ Կյանքում մեր իրականության մեջ եւս հսկայական դերակատարում ունեցավ Խաչիկ Դաշտենցի այս գրականությունը, ինչ առումով, եթե իմ թվարկած ֆիդայինները ժամանակին ոգեշնչվում էին Ռափայել Պատկանյանի, Ռաֆու եւ այլոց Ղևոնդի Ալիշանի հայրենաշունչ երգերով, ապա արցախյան ազատամարտի մեր հերոսները ոգեշնչվում էին հենց Խաչիկ Դաշտենցով եւ նրա բերած գրականության այս հայրենասիրական, ցուցազնական ճյուղով։ Եվ ես շատ ու շատ դեպքեր իմացա, որ մեր պատանի եւ երիտասարդ
ֆիդայիները Արցախյան ազատամարտի իրենց ուսապարկերում ունեին Խաչիկ Դաշտենցի ռանշպարների կանչը։ Ահա ինչպիսի այս ամենը ցույց է տալիս, որ Խաչիկ Դաշտենցը ինքն էլ իր կենթանի ներկայությամբ Արցախում էր, Շուշիում էր, մնացած բոլոր Արցախի շեներում էր։ Ինքը Դաշտենցն իր մասին գրում էր. «Ես շահի ոսկերչապետի զավակ չեմ, մի հասարակ հովվի որդի եմ, ծնված Սասունում, հայկական Տավրոսի լանջերին, ոչ մի տիտղոս չունեմ, դիվանագետ էլ չեմ եղել, բայց ահա 25 տարուց ավելի է, որ Շեքսպիր եմ թարգմանում, շարունակելով Մասեհյանի եւ մեր մյուս երախտավոր թարգմանիչների անավարտ գործը, եւ դա ինձ համար մեծ պատիվ է»։ Դաշտենցի այս խոսքերը ամենևին էլ արված աշխատանքի գերագնահատում չեն։ Ինչքան մեծ է Դաշտենցի ներդրումը հայ գրականության մեջ, այնպես էլ ահռելի է նրա թարգմանչական գործունեության նշանակությունը։ Այն հսկայածավալ թարգմանչական գործը, որ կատարել է գրողը, քչերը կարող էին հանձն առնել, քանի որ այդ աշխատանքը մի ողջ կյանք է պահանջում։ Դեռ երիտասարդ տարիքից գրողը խորապես հետաքրքրված էր անգլիացի անգերազանցելի դրամատուրգով։ Նա երկար ամիսների ու տարիների աշխատանք էր տանում Շեքսպիրյան խրթին լեզուն հայերեն լեզվամտածողությանը հարմարեցնելու համար։ Մասնագետները նշում են, որ Դաշտենցը կարողացել է Շեքսպիրյան հախուռն լեզուն ավելի պարզ ու հասկանալի դարձնել հայերեն թարգմանությամբ։ Երբ բացվում է Գիտությունների ակադեմիայի Շեքսպիրագիտության հայկական կենտրոնը, առաջինը դրան անդամակցում է Դաշտենցը, Շեքսպիրյան պիեսների անզուգական թարգմանիչ Հովհաննես Մասեհյանի արժանի հետևորդը։ Շեքսպիր թարգմանեց Շեքսպիրի բազմաթիվ գործեր։ Կար հրաշալի ավանդույթը, կար Խան Մասեհյանի, Հովհաննես Խան Մասեհյանի ավանդույթը կար Շեքսպիրի թարգմանության։ Մենք շեքսպիրական շարքի 7 գիրք ունենք եւ լավ գրքեր են, բավականին նյութ կա մեջը, եւ այստեղ հույժ կարեւոր է անպայման առանձնացնել թարգմանության սկզբունքները, այն լեզվից լեզու փոխադրելու սկզբունքը, ինչը կարող է շատ լավ անգլերեն իմանալ, հայերեն իմանալ, բայց այս չկարողանալ անել։ Ահա Դաշտենցը այս ավանդույթների հիմքով շարունակեց եւ արդյունքի հասավ։ Ձեռք էր զարնում միայն այն պիեսներին, որոնք Մասեհյանը չէր հասցրել թարգմանել, որովհետև պարզ էր, որ Մասեհյանին կրկնել պարզապես անիմաստ է, որովհետև Հովհաննես Խան Մասեհյանը միշտ էլ մնում է մեզանում առաջինը, մեծատաղանդ իսկապես թարգմանիչ, որ առաջինը կարողացավ լիարժեք Շեքսպիրին, բրիտանական հանճարին խոսեցնել հայերեն։ Եթե հաշվի առնենք, որ Մասեհյանի ժամանակներում մենք կարգին գրական լեզու էլ չունենք, բարբառներ, գրափար եւ այլ, այս մարդը նախ լեզու ստեղծեց, դեռ հետո պիտի ասպարեզիչներին Թումանյանը, Իսահակյանը, Տերյանը եւ մշակեին մեր բանաստեղծական լեզուն։ Ահա նախ լեզու ստեղծեց, այնպիսի լեզու, որ կարողանա Շեքսպիրի այդ տիեզերական ծանրությունը տանել, բայց պատկերացրեք, որ Դաշտենցը այստեղ եւս ճակատագիր էր, մեծագույն ողբերգություն ապրեց։ Այս թարգմանություններով հանդերձ հանկարծ 60-ական թվականներին Թեհրանում, Բեյրութում եւ Վենետիկում լույս տեսան մասեհյանական նորահայտ թարգմանություններ 6 պիես, որից 5-ը Դաշտենցը թարգմանել էր, մտածելով, որ առաջինն է ինքը։ Դե պատկերացրեք, ինչպիսի ողբերգություն պիտի ապրեր, այս 5 պիեսի վրա նա ծախսել էր 5-6 տարի, թերևս ավել, եւ որ իմանում է, որ կրկնել է Մասեհյանին, մտերիմները Ռուբեն Զարյանն ասում է, երբ որ լուրը առավ, ցավով գոչեց, թե տարիներս իզուր անցան։ Ակամայից հիշում ես Մկրտիչ Արմենի հայտնի հեղնար աղբյուրի հերոսին, երբ որ պարզվում է, որ խաբկանք է այդ աղբյուրի պատմությունը, որի անմար ինքը ամբողջ կյանքն էր մաշել, գոչում է, չէ, «Յա հբ կյանքս ընչի անցավ», ճիշտ այսպիսի ողբերգություն ապրեց Դաշտենցը։ Դաշտենցն անգլերենից թարգմանել է Շեքսպիրի Սխալների կոմեդիա, Անսանց կնոջ սանձահարումը, 12-րդ գիշեր, Վինձորի զվարճասեր կանայք կատակերգությունները, Ռիչարդ III, Հուլիոս Կեսար, Լիրարքա, Ռոմեո եւ Ջուլիետ ողբերգությունները, ինչպես նաեւ պատմական քրոնիկներ, Լոքֆելլոյի Հայավաթի երգը, Ռոբին Հուդը,
Բրաունինգի Համելինի նախշուն սրնգահարը, Վիլյամ Սարոյանի Իմ սիրտը լեռներում է եւ խաղողի այգին։ Դաշտենցը հայկական դպրոցների համար նաեւ անգլերենի դասագիրք է կազմել։ Իր խոշոր ներդրումի համար 1973 թվականին նա ընտրվել է Շեքսպիրյան գերմանական ընկերության անդամ։ Մինչ այդ դեռ 1965 թվականին Դաշտենցը ստացել էր բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նրա գիտական աշխատանքներից կարելի է առանձնացնել Բայրոնը եւ հայերը եւ ըղձյալ այգաբացի երգիչը աշխատությունները։ Դաշտենցն իր ստեղծագործությունների շարքում նաև մի շարք պոեմներ ունի, որոնցից նշանավորներն են Ասեղապոեմը, Սուրխութեցին, Ֆայթոն Ալեքը։ Վերջինը գրողի ձոնն է Գյումրիին, հագեցած Գյումրու հումորով ու գյումրեցի աշուղների խաղերի շնչով։ Այսպիսին է Խաչիկ Դաշտենցը, որի ստեղծագործությունը անչափ բազմաշերտ է եւ ուսումնասիրողներին շատ ու շատ հնարավորություններ է տալիս լինի այդ ուսումնասիրողը լեզվաբան, ազգագրագետ, էպոսագետ, պատմաբան եւ այլն եւ այլն։ Դաշտենցն իր աշխատանքն անում էր անտրտունջ, չսպասելով որևէ գովասանքի ու գնահատականի։ Հրաչվարների կանչի գրքի նախաբանում նշանավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանը արդարացիորեն նշում է. ճիշտ է, օրերի աղմուկի մեջ հաճախ չէ, որ լսվում է Դաշտենցի անունը, ինչպես սովորաբար լինում է այն մարդկանց հետ, ովքեր մի կողմ քաշված հասես թվերում, անաղմուկ ու անկռիվ, բայց ներքին խոր հավատով քաշում են իրենց լուծը։ Գալիս է սակայն արժեքները վերադասավորող ժամանակը եւ ամեն ինչ գցում իր տեղը։ Չգրված, բայց անկուսափելի օրենք։ Այսօր Դաշտենցին հիշել, Դաշտենցին հաղորդում նվիրել շատ անհրաժեշտ է, որովհետև դժբախտաբար այսօր ապրում ենք ազգային արժեքներից հեռացման տխուր մի շրջան, ժամանակաշրջան։ Օտար անհայտը, օտար քիչը ավելի է գրավում մերոնց, քան իրենց հայտնին ու հզորը։ Մենք պիտի դարձյալ նորովի, նորոգված վերադառնանք մեր ազգային արժեքներին, իսկ այդ գործում հսկայական դեր ունեն այս գրքերը, այդ թվում նաև Խաչիկ Դաշտենցի ամբողջ ստեղծագործությունը, հատկապես հրաշվարների կանչը մի պարկ։ Մտերիմները պատմում են, որ Դաշտենցի սիրտն անվերջ մաշում էր անհաղթ արևի կարոտը մանկության հուշերում թաղված ծննդավայրի նկատմամբ։ Ինչքան էլ տարիներն անցնեին, ինչքան էլ նա զգացմունքները թղթին հանձներ, միևնույն է, սասուն աշխարհի կարոտը ավելի ուժեղ էր։ Իր կյանքը անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցը երջանկություն որոնող այն խնդերից մեկն էր։ Ինչպես հայ ֆիդայիները Դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը, Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի բրաբյոն ծաղիկը։ Մուշեղ Գալշոյան։